Այդ վտանգը կա եւ ամեն օր պետք է քայլեր ձեռնարկենք այդ վտանգից խուսափելու համար եւ այդ վտանգը չզոկացնելու համար։ Վտանգը սպասում է Հայաստանին, սպասում է Սյունիքին, սպասում է Գեղարքունիքին։ Այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը։ Սա 6 տարի առաջ էր, բայց 6 տարի անց էլ ընդդիմության ներկայացուցիչների թեզերը նախընտրական շրջանում նույնն են։ Այսօր արդեն նույն հայտարարություններն է կրկնում ռուսաստանցի գործարար 3 երկրի քաղաքացի Սամվել Կարապետյանը։ Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի գյուղ դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրկացման վտանգն եմ տեսնում։ Սյունիքի հետ կապված այս բոլոր խոսակցությունները հենց այդ հիբրիդային պատերազմ ասվածի համատեքստում պետք է տեսնել։ Փաստը մնում է փաստ, որ Սյունիքը 44 օրյա պատերազմից հետո շուրջ 6 տարի է իր տեղում է։ Եվ 2021-ին եւ հիմա ընդդիմությունը նույնն են գծում են բանախոսները։ Դերակատարները գուցե փոխվել են, բայց գաղափարական աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսանկյունից փոփոխություն չկա։ Փորձ է արվում հանրության շրջանում ձևավորել ապաթիա, որպեսզի հանրությունը սկսի խռովել իշխանությունից։ Ինչ է հանցավոր ռոպագանդա ասվածը, դա առաջին հերթին նա որ հասարակության եւ հասարակական եւ քաղաքական շրջանակներում գտնում են եւ թիրախավորում են մարդկանց խմբերի եւ նրանց հանդեպ տածում են ատելություն, հա, սա մեկ, երկրորդը տարածում են սուտ կեղծիքներ եւ դա անում են գիտակցաբար, սա շատ կարեւոր է եւ այդ տարածված կեղծիքների հիմնական մասը ոչ հայաստանակենտրոն տեղերից են թելադրվում, դա հիմնականում անում են այն պատճառով, որ հայաստանցի մարդը մտածի, որ ինքը առանց Մոսկվայի հովանավորչության, առանց Ռուսաստանի չի կարող լինել անկախ պետություն։ Ռուսաստանը անընդհատ փորձում է իր գործիքները հնամաշ պիտանելիության դառն անցած գործիքները փորձում է կամ սրել, կամ փոխարինել մեկ այլ գործիքներով։ Դրա համար նրանք անընդհատ Ադրբեջանի միջոցով 5-րդ շարասյան տարբեր ոլորտներ, տարբեր ուրեմն ինգրեդիենտներ, որի մեջ մտնում է հայ-առաքելական Սուրբ եկեղեցու ապաշնոր եւ ուրեմն անբարոյական տարերը, ընդཐུպ մինչև Կտրիշ Ներսիսյանը։ Դրա մեջ մտնում է նաեւ ձախողած եւ ուրեմն խոցելի մեր նախորդ բոլոր նախագահները։ Դրանց մեջ մտնում են նաեւ այդ այսպես կոչված կուսակցությունների ներկայացուցիչները։ Մինչև այս պահը Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմությունը թե իր նարատիվներով, թե գործառույթներով կառուցողական ոչինչ չի արել, ասում են բանախոսները։ Նրանց խոսքով նախընտրական այս շրջանում ընդդիմադիր հիմնական դերակատարները հիմա էլ զբաղված են հանցավոր ռոպագանդայով, ձևավորված ռադիկալ եւ ոչ հայաստանակենտրոն արժեքներով։ Նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, բոլոր ցանկությունները, բոլոր լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում։ Միամիտ պետք է լինել մտածել, որ Սամվել Կարապետյանը եկել է Հայաստանում մարդկանց փրկելու։ Ռուսաստանը այս դերակատարների միջոցով փորձում է Հայաստանը տանել կադիրովացման ճանապարհով, այնինչ արել են Չեչնիայում, նույն բանը կարող են անել Հայաստանում, հա, եւ պատահական չէ, որ իրենց հիմնական խաղադրույքը իրեն կատարել են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վրա։ Մարդիկ, որոնք չեն փայլում իրենց ինտելեկտուալ կարողություններով, մարդիկ, որոնք բավականին ագրեսիվ վարք ունեն, մարդիկ, որոնք կարելի ասել խիստ կերպով կապված են քրեական շրջանակների հետ, հա, եւ սա խոսուն ապացույց է այն մասին, որ Ռուսաստանը այդ մեթոդով փորձում է ոչ միայն քաղաքականապես ոչնչացնել Հայաստանը, այլ նաեւ մշակութապես։ Սա բնորոշ է կայսրություններին։ Ես չեմ ասում Ռուսաստանը լավն է, վատն է։ Դա կայսրություններին բնորոշ երևույթ է։ Երեք նախագահները, որ խոսքները մեկ են արել, նաեւ Սամվել Կարապետյանը Բամիա չեն ասում այս նախկին ՊԵԿ-ի նախագահի միլիարդները որտեղից։ Միա չեն ասում նախկին ԱԱԾ-ի տնօրեն, ասենք ինչ-որ Պետրոսյանի միլիարդները որտեղից պայքարի նպատակը միայն մեկն է։ Ամեն գնով պահպանել, թեկուզ նենգ ասպառնալիքի կամ շանտաժի գնով պահպանել իրենց նախկինում կուտակած էժան ճանապարհով այդ ահռելի
հարստությունների։ Սակայն որքան էլ իշխանության գալու ցանկությունը մեծ լինի, մարդկանց մոլորեցնել եւս չի ստացվի, արձանագրում են փորձագետները։ Շեշտում քաղաքականությունն առաջին հերթին փաստերի մասին է։ Երազանքներ, գաղափարներ կարող են լինել, փաստերն անտեսել չի ստացվի։ Հայաստանի կառավարությունը միջազգային հարթակներում, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ շփումներում ռազմատեխնիկական համագործակցություններով նոր զարգացող ճանապարհ է բացում Հայաստանի համար։ Երկրում ճգնաժամ չկա։ Իմ նման մարդկանց կարիքը շատ դեպքում տեսնում են այն ժամանակ, երբ վիճակը շատ է վատանում։ Մեզ պետք է նոր ուժեղ առաջնորդություն։ Նրանք ուժեղ ասելով նկատի ունեն փողը, նկատի ունեն ուրեմն սպառնալիքները, նկատի ունեն զենքով խնդիրներ լուծելը, նկատի ունեն մեր հասարակության մեջ սարսափ եւ ուրեմն սպառնալիքներ ստեղծելը։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, ես ճգնաժամային, որ նեղն են ընկնում, ինձ հիշում են, ես ճգնաժամային իրավիճակներում ղեկավար, այն կեր քո համար ստեղծենք ճգնաժամ մեր երկրում հեչից, օդից ստեղծենք ճգնաժամ, քեզ կան չենք ասենք կառավարի, քեզ կան չենք ասենք սպանություններ բեր, քեզ կան չենք ասենք թալան բեր։ Ռուսական քաղաքական մշակույթի մաս են կազմում եւ իրենք չեն էլ թաքցնում այդ մասին, եւ եթե դուք ուշադիր լինեք նրանց քաղաքական խոսույթին, ապա ոչ Սամվել Կարապետյանը եւ իր կողմնակիցները, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ իր կողմնակիցները, ոչ Գագիկյան երբեք չեն խոսում ժողովրդավարությունից։ Քոչարյան Ռոբերտի ժամանակաշրջանում Հայաստանում ձևավորվեց հովանավորչություն, քրեաօլիգարխիկ հարաբերություններ, հա, կեղծվել են բոլոր համապետական ընտրությունները, հասարակությունում ներդրվեց արատավոր երևույթներ, այնպիսին ինչպիսին ասենք նեպոտիզմի դրսևորումներն են, եւ սա մի մարդ եւ սա տեսել է ամբողջ հասարակությունը, հա, ամբողջ ժողովուրդը ապրել է այդ տարիներին եւ հիմա դու գաս եւ ասես ես փրկիչ եմ։ Այս համատեքստում է դիտարկվում նաև Քոչարյանի հայտարարությունը, թե ինքը ամենից շատ զղջում է իր իրավահաջորդի հարցում։ Հայաստանի ղեկավարի պաշտոնը իրավահաջորդով չէ, բայց երբ խոսքը երրորդ երկրի մասին է, պատկերը փոխվում է։ Մասնագետների խոսքով Քոչարյանին երբեք ոչ ոք չի ընտրել։ Նա նշանակվել է եւ դրա համար կարծում է հաջորդ իրավահաջորդին էլ ինքն է նշանակում։ Սարգսյան-Քոչարյան հակասությունները հաղթահարելի են, քանի որ երկուսի նպատակն էլ Հայաստանով Ռուսաստանի Դաշնության ուղեծիր վերադարձնելն է։ Պետության կառավարման ոչ մի հմտություն չեն ունեցել, բացարձակապես իշխանության մեջ եղել է մի քանի թևեր։ Պետք է շատ չխորանանք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունների վրա, հա, ինչի, հա, եկեք դիտարկենք նրանք իրենց բովանդակությամբ, իրենց քաղաքական պատկերացումներով իրարից տարբերվում են թե ոչ։ Ինձ համար չեն տարբերվում։ Եթե փողոցում երկու ավազակ վիճում են, ես չեմ գնում եւ ճշտում թե ով է ճիշտ, ով է սխալ։ Միգուցե ինչ որ մեկը իր սուբյեկտիվ տեսանկյունից ճիշտ է կամ ինչ որ մեկը կամ մեկ այլն է ճիշտ։ Այստեղ խնդիրը այն է, որ երկու ավազակ վիճաբանում են, հա։ Հիմա նույնն էլ քաղաքական ասում են, երկու քաղաքական, այսպես կոչված, ինչպես կասել դասականը, ավազակներ, որոնք կեղծել են ընտրություններ, կեղծել են թալանել են երկիրը, միլիոնավոր դոլարների քրեական գործեր կան նրանց վրա, հա։ Վիճաբանում են եւ մենք հիմա պետք է ընկնենք եւ որոշենք թե նրանցից ով է ճիշտ, ով սխալ, չէ, նրանք երկուսն էլ կարելի ասել ճիշտ են իրար մեղադրում, բայց ներքին կլանային բազարներ են։ Ընդդիմության հերթական կեղծիքը նաև իրար միջև հակասություններ ունենալու մասին է։ Թեև հանրապետականն անմիջական չի մասնակցելու ընտրություններին, բայց նախկին ու ներկա հանրապետականներն իրենց աջակցությունն են ցուցաբերում Սամվել Կարապետյանի կուսակցությանը։ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն էլ արդեն բաց են խոսում, կմիավորվեն։ Բանախոսները նկատում են, ընդդիմության միավորումը պարզ էր դեռ 4 ամիս առաջ։ Հիմա խաղաքարտերը ավելի բաց են։ Պարզ է նաև, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Սամվել Կարապետյանը Հայաստանի օրենսդրությամբ չի կարող լինել վարչապետի թեկնածու։ Գագիկ Ծառուկյանի ուժը վարչապետի թեկնածու չունի։ Ռուսաստանի Դաշնության դավադի ուժերը ղեկավար, քաղաքական ուժերը տեսնում են, որ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է վարչապետի պաշտոնը ստանձնել որպես հակապետական ուժերի, այսպես կոչված 5-րդ Շարասյան կամ անթակույց Հայաստանը գուբերնիզացնելու եւ մեր ինքնիշխանության լիազորությունները սահմանափակելու ճանապարհ ընտրի, ուստի ստիպված սրանց բերեցին քաղաքական դաշտ միայն ու միայն այն պայմանով, որպեսզի երեքը միասին նստեն որոշեն վարչապետի թեկնածուն։ Քանի որ Ռոբերտ Քոչարյանն հստակ եւ պատկերացում ունեմ ով է նա եւ ճանաչում եմ անձնապես, ես պիտի ասեմ, որ
ուրեմն նա երբեք չի համակերպվի այդ ուժերի հետ ցանկացած կոնսենսուսում, որպեսզի վարչապետի տեխնացուն իրենից բացի որևէ մեկը ի հայտ գա։ Եվ ես սա անվանում եմ շախմատային լեզվով ասած զինվորների պարզ փոխատեղում, իսկ առհասարակ այդ տերմինը կոչվում է ռակիրովկա։ Այդտեղ թարմ ուժեր չկան։ Ռուսաստանի համար ամենահարմար տեխնացուն կլինի Ռոբերտ Քոչարյանը, թե գաղափարական իմաստով, թե իր մշակութային նկարագրով, տեսանք Գյումրիում, թե ինչպես իրար մի սուտող Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը միավորվեցին եւ ընդդեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Նույնը կլինի նաեւ համապետական մակարդակով եւ մտածել, որ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը դրանք կարող են ինչ-որ իրար մեջ իշխանություն չկիսեն եւ քաղաքական ճգնաժամ առաջանա, չարաչար սխալվում են այդպես մտածողները, որովհետեւ նախ նրանց փոխարեն որոշումը կայացվելու է այլ տեղերում, մեկ զանգի միջոցով այդ կոալիցիան կձևավորվի։ Դրա համար ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի Հայաստանում այդ կոնտրհեղափոխությունը տեղի չունենա, կրկին քրյա օլիգարխան չհասնի ռևանշի եւ չգա եւ չոչնչացնի էլեկտորալ ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, ինքնաբավությունը երկրի, այդ պարագայում միանշանակ բոլոր ժողովրդավար ուժերի եւ մտահոգ քաղաքացիների նպատակը պետք է լինի այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա հաղթել ընտրություններում։ Գյումրի 2-ի սցենարը քաղաքագետները քիչ հավանական են համարում։ Ընդդիմության միավորումը չի ստացվի նաև այն պատճառով, որ չեն կարողանա անհրաժեշտ ձայները հավաքել, ասում են նրանք։ Դաշինքով մասնակցող Ռոբերտ Քոչարյանը չի կարող դաշինքների համար անհրաժեշտ 8% հավաքել։ Գագիկ Ծառուկյանը եւս շանս չունի։ Քիչ շանսեր ունի Սամվել Կարապետյանի ուժը, վստահ են բանախոսները։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, Մուշեղ Մանվելյան, Կիրակ Նորյա լուրեր։